Մինչև 20 թվականի պատերազմը Նիկոլ Փաշինյանը խաղաղում էր, այսպես ասած, արդարության մարտիկ, թալանը վերստեն բաժանեմ եւ այլն։ Կորոնայի ժամանակ տեսան, որ սրանք կատարյալ անմեղսունական անգրագետներ են եւ որը բան չեն կարողանում նորմալ կառավարել, ու արդեն այդ կոռուպցիայի ծիլերը մենք իհարկե այդ արմատները վաղուց ենք հենց հաջորդ օրվանից ենք տեսնում, բայց ծիլերը տեսան քաղաքացիները արդեն կամաց, բայց դեռ չէր հասունացել։ Եկավ պատերազմը եւ սրանք ուժեղացրեցին խեղճ հարիվ Նիկոլ Բանաձևը, այսինքն պատերազմը գրպանը գցեցին, ռուսներն են մեղավոր, չգիտեմ, Արևմուտքը, Թուրքիան եւ բոլորը մեղավոր են, բացի նախկինները, բացի Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմից հետո տեղի ունեցավ արտահերթ ընտրություն եւ ինքը խաղարկեց եւ իմ կարծիքով տեխնոլոգիապես ճիշտ խաղարկեց եւ հակառակ կողմն էլ մենք բոլորս երևի թե այդտեղ մեղավորություն ունենք, որ հակընդեմ այդ Բանաձևը հանրությանը լայն տեղ չկարողացան հասցնել, ինքը խաբեց երկու թեզով, ասեց խաղաղություն են բերում եւ այս կողմը ընկալվեց որպես պատերազմի կուսակցություն, այնինչ ինքն էր հենց պատերազմի կուսակցությունը, եւ երկրորդը ասեց, որ ես դասակարգային պայքարի շրջանակներում բուլատ ատամով եւ մուրճով թալանի վերաձևակերպում եմ անելու, վերաբաշխում եմ անելու թալանի։ Երկու հարցում է խաբեց եւ հակառակ կողմը ընկալվում էր որպես հարուստների, կոռուպցիոներների եւ այլների պատերազմ բերող, այսպես դասակարգային պայքարի տրամաբանության մեջ ինքը կարողացավ խաբեությամբ կորզել ձայները։ Բայց հատկապես, ասենք 21 թվականից հետո, երբ որ ինքը խաբեց նաեւ ազգային հարցում, 22 թվականին Պրահայում Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Դա մի խաբեություն։ Երկրորդ խաբեությունը խաղաղություն են բերում, Հայաստանի ինքնիշխանությունն են պահում, տարածքներ չեմ զիջում Ղարաբաղը հանձնելու գնով, բայց մի մասին խաբեց, բայց տեսան, որ դա էլ չի լինում։ Հիմա Սյունիքի միջանցք կոչված ինքը ոչ թե ասում ես դրան դեմ եմ, այլ ինքը ասում ես դեմ եմ, որ ռուսները այդտեղ ինչ-որ դերակատարում ունենան, ավելի լավ է თუ թուրքերը ունենան, սա է իր կոնցեպտը։ Այս առումով էլ խաբեց եւ ամենակարևոր հարցում, որ ինքը խաբեց քաղաքացուն, դա սոցիալական բարեկեցության հարցն է։ Քաղաքացիները այսօր չկռած վիճակի մեջ են, իրենց աշխատատեղի խնդիրն են ուզում լուծել եւ արժանապատիվ կյանք ունենալ աշխատավարձով, շատը չեն ուզում, ես դες թիվ ասացի, չէ, Գյումրիում ասում են դե մի 150-200 հազար պատալոկ աշխատավարձ լինի, նորմալ ապրենք, բայց բազում է դա չունեն, գիշերներն է դուրս են գալիս, թափառող շներն են հոշոտում, իդեպ թափառող շների խնդիրը Երևանում է կա, նրանք ովքեր մտածում են միայն Գյումրիում կա, չէ, ուրիշ քաղաքներում է կա, ուղղակի Երևանի ծայրամասերում է, չնայած կենտրոնում է կա այդ վիճակը, այգիներում մարդիկ երեխաներին հանում են եւ այդպես այդ շների հարցը պետք է լուծել այնպես, որ համ իրենք ապաստան ունենան, համ է քաղաքացիները կարողանան նորմալ անվտանգ լինել։ Այս ամեն ինչը ինքը խաբեց եւ հիմա բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է։ Մի հատ լեգիտիմության մազիկ է մնացել, մազիկ, այն էլ ընտրական լեգիտիմությունը։ Ինքը ֆորմալ առումով, տեսեք, ազգային լեգիտիմություն 0, անվտանգային 0, Արցախը հանձնած դավաճան 0 լեգիտիմությունը, սոցիալական թեմաներ, արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար 0, սրանք անենց են թալանում։ Մարդիկ մենակ մարդիկ միայն անիֆից են խոսում, այդ անիֆում մսխումներ են եղել, բայց Երևանի քաղաքապետարան, պետական բյուջե, բոլոր ոլորտներում մսխումներ կա, այս բոլոր հարցերում ինքը լեգիտիմության պակաս ունի։ Տեսեք, նախորդ իշխանությունները բոլորը ընտրական լեգիտիմության հետ խնդիրներ ունեին, բայց իրենց լեգիտիմությունը նաև հիմնված էր Արցախյան հաղթանակի անվտանգության ապահովման եւ այլնի հետ։ Քիչ չէր, բայց դա կարեւոր էր։ Ու ես ձեզ ասեմ, նույն նախորդ իշխանության լեգիտիմությունը լուրջ հարված եղավ ապրիլյան պատերազմի պարագային։ Ճիշտ է, տարբեր տրակտոկտան մեկնաբանություններ են տալիս, բայց այդտեղ հարված ստացվել էր եւ երբ որ արդեն դրվեց երրորդ ժամկետի խնդիրը, դա չգրված խաղի կանոնի խախտում էր, դրա համար տեղի ունեցավ նաև փոփոխություն։ Ճիշտ է, բազմաթիվ այլ պատճառներ կան եւ կեսից արդեն Թուրքիա, Մյուրքա եւ այլն դրանք բոլորը խաղի մեջ մտան արևմուտքը, բայց որպեսզի հակառուսական պրոյեկտը իրականացնեն, բայց մեծ հաշվով դրա հիմքերը կային արդեն։ Հիմա սա Նիկոլ Փաշինյանը կոտորել, վերացրել, զրոյացրել, փոշիացրել է իր հնարավոր լեգիտիմության բոլոր հիմքերը, մնացել է մեկ լեգիտիմություն, ասում է Ղարաբաղը հանձնել եմ, սահմանները հանձնում եմ, կյանքը վատ է, բայց զատո հպարտ քաղաքացին է որոշում, թե ով պետք է լինի իշխանություն, ու այդ առումով ինքը օրինակ Գյումրիում ասում է, տեսեք, Գյումրիում իշխանությունը փոխվեց, որովհետև քաղաքացին այդպես որոշեց։ Իհարկե Գյումրին քաղաքացին նաև տեսնում Ալավերդում քաղաքացին որոշեց, հետո ինքը չորոշեց։ Հասկանալի է։ Տեսնում Սյունիքին որոշեց, չորոշեց։ Համաձայն եմ, բայց տեսեք 18 թվականից հետո իհարկե այդ խաբեությունները կան։
18 թվականից հետո ինքը ինչ ընտրություններ որ անցկացրել է, մի հատ արտահերթ խորհրդանական, մի հատ արտահերթ Երևանի ընտրություններ, որը համապետականի կարգավիճակ ունի, մի հատ 21 թվականի արտահերթ ընտրություններ, դրանից հետո եղել է Երևանի ընտրություն, Գյումրի եւ այլն, այդ բոլորը եղել են եւ ինքը տեսեք ֆորմա այն որ ինքը կեղծել է ու վարչական ռեսուրս օգտագործել է, դա գիտենք, բայց հանրային ընկալման մեջ, տեսեք, եթե 95 թվականից հետո վերցնենք ընտրությունները, հանրության ընկալման մեջ ապրիորի արդեն 95-ից հետո եկավ այն տեսակետը, որ միևնույն է կեղծում են ընտրությունները։ Հիմա ֆորմալ առումով 18 թվականից հետո եկեք ճիշտ գնահատենք իրավիճակը, որ ճիշտ պատասխան տանք։ Այո, եղել են վարչական ռեսուրսի կիրառումներ, նույն փողել են բաժանը եւ այլն այդպես, բայց ընկալման տեսակետից Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններով հնարավոր է փոփոխություն։ Հիմա կասեք 21-ին չի եղել, այո, 21-ին չի եղել, որովհետև քաղաքական քարոզչական այլ հարթություն է եղել եւ սխալվել է ընդդիմադիր դաշտը նաեւ, դա էլ։ Բայց դա տեսակետ կա Նիկոլի հետ գնալ, Նիկոլին չհեռացնել եւ Նիկոլի հետ գնալ ընտրությունների, դա абսուրդ է։ Նրանք ովքեր դա ասում են, Նիկոլի հետ գնացել են, գնում են եւ գնալու են ընտրությունների։ Իրենք սուտ են ասում, այդ առումով եկեք դեմագոգիայով չզբաղվենք, ես հիմա չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետեւ մեր խնդիրը թիրախը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց տեսեք, կա նաեւ այդպիսի տեսակետ, Նիկոլի հետ գնալ ընտրությունների, նրանք ովքեր այդպիսի Նիկոլին հեռացնել, նոր գնալ ընտրությունների։ Չէ, ես հասկանում եմ։ Շատ լավ է։ Շատ լավ է, հեռացնենք Նիկոլին, բոլորս էլ դա ուզում ենք, բայց այսինքն մեր ուժերը պիտի մոբիլիզացնենք Նիկոլին հեռացնելու, որից հետո որովհետև իրենք բայց եթե դա չի հաջողվում, ինչպես որ չի հաջողվել մինչև հիմա փողոցի միջոցով, տարբեր պատճառներով, համարեք ես թիվ 1 մեղավորն եմ, բայց եթե կա ընտրական գործընթաց, ինչպես որ նույն Գյումրին, Փարաքյալը, Երևանը նաև որպես մոդել։ Բայց մյուս կողմից մեր ուժերը արդյոք ճիշտ չի որ կենտրոնացնեն այդ ուղղությամբ, ասեմ ինչու, որովհետև այս մարդիկ հակասահմանադրական ուժեր են, սահմանադրությամբ նրանք պիտի երաշխավոր լինեն Հայաստանի Հանրապետության տարածքների անվտանգության, Արցախի անվտանգության, Նիկոլ Փաշինյանը պլյուս ԿՊ հանցագործների հետ գնալ ընտրության, թե ուժերը մոբիլիզացնել, հանցագործները պիտի տանել բանդ։ Նայեք Այս հանցագործներից էլ ակնկալենք, որ իրանք պիտի գնա խորհրդարանում քվեարկեն եւ իրանք քվեարկությամբ ընտրվի ժամանակավոր կամ վարչապետ։ Չեմ հավատում դրան։ Տեսեք, Տիկին Թոմասյան, նայեք, մեր եթերը կպաշտպանվի, չէ՞, YouTube-ում կմնա որպես փաստ, որպես արխիվ։ Հիմա ես ասում եմ, փողոցային գործընթացի միջոցով իշխանափոխությունը չի հակասում ընտրությունների միջոցով իշխանափոխության գաղափարին։ Հիմա նրանք ովքեր ասում են, որ դա հնարավոր չէ, ես էլի եմ ասում, իրենք միշտ մասնակցել են։ Ես իմ կարծիքն եմ ասում, դա հնարավոր է, բայց մեր ուժերը նաև այնտեղ պետք է շահեն։ Նաև այդտեղ, այո, դրա համար պետք է հասարակության հետ աշխատել։ Ինչի չի ստացվում։ Բոլոր շարժումները ազգային են եղել։ Այո, բոլոր շարժումները ազգային են եղել։ Մի սոցիալական հարցերը։ Ինձ էլ ասում, չես հասկանում, եթե Արցախի հետ կապված իրանք ոտքի չեն կանգնում, պետք չի մեզ տեն ժողովուրդ։ Պետք չի մեղադրել։ Ես պնդում եմ, որ Ղարաբաղյան շարժումը 88 թվականին մեծապես նաև սոցիալական բնույթի է եղել, որովհետև քաղաքացիները մտածում էին, որ իրենց կյանքը կարող են ավելի լավացնել։ Եթե սովետը չլինի, օրինակ կարող է դա միֆ է, բայց մարդիկ ինչ էին ասում, մոլիբդենը ծախենք, ջերմուկը ծախենք, ոսկին ծախենք։ Ու ջերմուկը իրենց պահում է, բայց նեղ խմբերի, ոսկին պահում է նեղ խմբի, մոլիբդենը պահում է, բայց նեղ խմբի։ Այդ մասով ճիշտ էին ասում սովետը։ Գիտեք, որ սովետական հետ խորհրդային բոլոր երկրներում է դա եղել։ Բոլորն ասել են ղազախները, «Էս չլի մենք մեզ», հա։ Ռուսները մենք ենք բոլորին պահում։ Ռուսները ասում են մենք ինչի պետք է ծայրամասերին, պերիֆերիաներին պահենք, մենք սոված, բայց դրա մեջ ճշմարտություն կա։ Սովետական միության տարիներին, որ Ռուսաստանից մեր մոտ Երևան հյուր էին գալիս, վազում էին խանութների վրա էին հարձակվում, էլ երշիկ, էլ օղի, էլ տրիկոտաժեղեն, էլ թեթև արդյունաբերության այդ բոլոր բաները։ Ես զարմանում եմ, ասենք մարդիկ գալիս են, բարեկամներ բոլորս էլ ունեն, գալիս են ասում ենք, լավ, այս խանութից ինչի՞ եք այսքան շատ բան առնում հետները։ Տամ ասում են, մեր մոտ չկա։ Ասում ենք ոչ չկա, ասում են դե հա Մոսկվայում ասենք գումը ցումը հիշում եք ինչ հերթեր։ Արդար երկիր էր էլի ծայրամասերն էին զարգացնում։ Նայ գումը ցումը մարդիկ որ ամուսիններով գնում էին, ես փոքր բայց հիշում եմ որ մանեն նաև պատմում էին, էլի։ Գումում ասենք կոշիկի հերթը ամուսիններ պահում են, մայկայի հերթը կիններ պահում, ասենք որ երկու տեղներ հերթերը հասնեն, որ կարողանային։ Դե հիմա այդ ապրանքային դեֆիցիտին եկել է փոխարինել ֆինանսական դեֆիցիտ, այսինքն ապրանքը կա, փող չկա հիմա, բայց Եվ Ռուսաստանում իլյուզիաներ կան, եւ Հայաստանում, եւ բոլոր տեղերում իլյուզիաներ կային, որ մենք անկախանալու ենք, լավ ապրելու ենք։ Հիմա այո, անկախությունը բացարձակ արժեք է, բայց անկախությունը նաեւ տեխնոջան աշխատանք է պահանջում, այսինքն դու պետք է ինքդ քո անվտանգությունը ապահովես, այո, դաշնակիցներ ունենաս,
քեզ ճիշտ պահես, որ այդ դաշնակիցներն էլ իրենց ճիշտ պահեն, դու քո ֆինանսատնտեսական քաղաքականություն ունես եւ այլն լեզուդ պաշտպանես որպես լեզվամտածողության հիմք, այս ամեն ինչը տեխնաջան աշխատանք է պահանջում։ Հիմա այս առումով նրանք ովքեր որ իլյուզիաներ ունեն, որ չէ, սրանով չի լինի, մենք բոլոր գործիքակազմը պետք է օգտագործենք եւ ամենագլխավոր ցուցիչը նորից վերադառնում եմ էլի Նիկոլի թեմային։ Ամենագլխավոր ցուցիչը, որ ինքը վախենում է ընտրություններից։ Եթե ինքը չվախենար, Արամ Սարգսյանին հաստատ ինքը լավ կյանքի չի, որ շանտաժին տրվել է, հաստատ կասեր պաշոլդ քաշի, օրինակ։ Հիմա ես մեծ կոնկրետ օրինակ բերեմ։ Հիշեք 18 թվականի հոկտեմբերի 2-ը։ Հոկտեմբերի 2-ին սրանք ինչ արեցին։ Հակասահմանադրական հարձակում օրենսդիր մարմնի դեմ։ Գիշերով հակաօրինական sense փողոցում թղթի գրելով, եթե դուք իմ դեմ եք, ես ձեզ բոլորիդ վռնդում եմ, չէ՞, կոալիցիոն գործընկերներին։ Եվ գնաց արտահերտ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև 18 թվականի էյֆորիան, հանրային աջակցությունը կար, ու ինքը վստահ էր, որ եթե հանգարց իրեն չենթարկվեն քաղաքական ուժերը, ինքը ժողովրդի միջոցով կարողանալու է ճնշել եւ կարողանալու է Իհարկե, եթե հիմա պատկերացրեք 18 թվականի, ասենք մայիսի 10-ին, որ քաղաքացիներից մեկին հարցնեին, ասեին Արամ Սարգսյանը, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող, մագիստրոս այդ ոլորտում, կոմերցիոն մենեջերը Վազգեն Սարգսյանի հիշատակի։ Եթե հանգարց ասի, որ Նիկոլ դու այսպիսի բան արեցիր, ես դրա հակառակն եմ։ Արամ Սարգսյանը ամեն ծագին 10 թուման կտար, որպեսզի դրան մտներ, որովհետև այդ բանը չուներ։ Բայց Նիկոլը հիմա այսպես ասած առաջվա նախշունը չի։ Այսինքն ինքը չի կարող Արամ Սարգսյանների եւ մյուսներին։ Ինքը նույնիսկ հանրային ձայնին, ասենք այն ժամանակ չկարողացավ ինչ-որ բան ասել։ Ստիպված նրանց հետ էլ են ինչ-որ բան անում, գործակների գնում։ Հիմա ինքը կամած արդեն իշխանության ներսում չի կարողանալու ասել, այ դու այսպես արա, դու եմ մյուս արա։ Ես համոզված եմ, ուժային կառույցներում, պետական համակարգում հսկայական զանգված կա, որոնք հասկանում են, որ սա կատաստրոֆա է։ Ես հաստատում եմ դա։ Ուղղակի դա ժամանակ է պահանջում, որպեսզի այդ փոփոխությունը լինի։ Անալիտիկնայք չեն փրկի իրեն։ Դա էլ դուք շատ ճիշտ բան ասեցիք, որ ինքը անվստահության հարց ունի բոլորին հանեց բան։ 18 թիվ հոկտեմբերի 2 եւ հիմա ինքը Արամին չի կարողանում շանտաժի չի ենթարկվել, այստեղ ենթարկվեց։ Այսինքն ինքը ասեց որևէ մեկի շո, նայեք, ուշադրություն դարձրեք։ Պարլամենտում մեծամասնությունը ԿՊ-ն չէր 18 թվականի հոկտեմբերի 2-ին։ Հիշեք ովքեր էին մեծամասնությունը։ Կոալիցիայի մեջ կային տարբեր կուսակցություններ։ Ինքը հանրային ուժի եւ այսպես կոչված հեղափոխության լեգիտիմության միջոցով հանրային էյֆորիայի միջոցով գիշերով ապօրինաբար աշխատանքից ազատում էր նախարարների, չէ՞։ Հիմա ինքը միատ թաղապետի փողոցում, միատ թաղապետի վախում է աշխատանքից անի։ Սա ձեզ ցուցիչ, որ ինքը վախենում է արտահերտ ընտրություններից, էլ հերթականից էլ։ Ինքը ինչ արեց։ Ինքը կատալիզատորի ֆունկցիա կատարեց։ Բայց կողմից ասում են ինքը նաև օրինականացնում է, քանի որ դուք այսպես կետարկետ նշեցիք, ինչի վրա էր հենվում, այսպես ինքը քանի որ այդ ամենը կորցրել է, ինքը հասկանում է, որ պիտի ծեծով, ջարդով, վախեցնելով պահի ունենա հեղափոխություն։ Այդտեղ հենց վերջին կետը ավարտվի իր այսպես կոչված լեգիտիմության, դա ընտրական լեգիտիմությունն է, հարաբերական։ Եթե այդտեղ տեղի է ունենում օրինակ 95-96 թվականի կրկնությունը կամ ավելի վատ, կամ մյուս ընտրակերտիկների։ Թողիշի ինչ եղավ Մարդասպան Վանո Սիրադեղյանի հետ։ Տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով դրան էլ է գրել, ինքը ամեն ինչ արել է։ Ամեն ինչ արել է, ինչ ասել է դրա հակառակը արել է։ Ինչ ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա է ասում Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Ասել է Հայաստանի ինքնիշխանություն հանձնել է այդ ինքնիշխանությունը։ Ասում է Թուրքիայի դեմ, հիշում եք Տիգրան մեծ էր խաղում բամ, հիմա ինքը մաքուր դարձել է Էրդողանի ձեռքի գրպանի օգտագործվելիքը։ Այս ամեն ինչը ինքը արել է, ասել է Թալանի դեմ պայքարը թալանել է, ասել է կարմիր կետագծերը, տեսախցիկները հանելու եմ, եկել է ավելացրել է, գներն է թանկացրել է, ասել է 100 դրամի դեմ են պայքարում տրանսպորտի ժամանակ, այդ հիշում եք 100 դրամ բան, մենք մեր մեքենաներով տանենք բան, այդ կապիկությունները իրանք արել են, հիմա եկել են թանկացնում են, ասել են հարկերը շատ են, եկել են իրենք են բարձրացնում։ Ասում էին միսը չկա թանկա, թող գնան սոխ ու բան ուտեն, այո, հիմա նույնն են իրենք անում քաղաքացիների դեմ, ինքը մնացել է վերջին սրիկայություն անի, վերջին։ Այդ ընտրությունները լկտի ձևով կեղծի, որովհետև առանց այդ կեղծիքի հնարավոր չի լինելու իր վերարտադրություն, հենց կեղծեց, ես ձեզ վստահեցնում եմ, իրական փողոց այդ ժամանակ ձևավորվելու է։
Որովհետև մարդիկ հասկանալու են, որ սա կատաստրոֆա է լինելու եւ ազգային, եւ անվտանգային, եւ սոցիալական բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանից որ այդ դրա գլխին կանգնի։ այո, այդ process-ների գլխին կանգնելու համար դրա համար պետք է քաղաքացիների հետ ամենօրյա աշխատանքը տանել, կոնցեպտը ունենալ եւ անվտանգային, եւ հայ-ռուսական, եւ Հայաստան-Արևմուտք, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ոչ վասալային, ոչ վիլայեթային, հայ-ադրբեջանական հարաբերություններ, խաղաղության հաստատման իրական բանաձև։ Այս ամեն ինչը մենք էլ որպես Մայր Հայաստանի ներկայացուցիչներ ասեմ, որ ունենք մշակում ենք, բայց ամենակարևորը ինքը վախենում է, հիշեք, ովքեր որ կասեն ինքը ընտրություններից չի վախենում, հիշացրեք զրոյական ազդեցությամբ 18 թվականին ստիպեց որ գնան արտահերտ ընտրության, որովհետև 100%-ով գիտեր որ վերարտադրվելու է, հիմա մի հատ Երևանում վախենում է արտահերտ ընտրություններից, շամպես վախենում է, այսպես ասեմ։ Եթե չի վախենում, թող գնա։ Նիկոլ Փաշինյանը, եթե շամպես չի վախենում ընտրություններից, թող Երևանում գոնե գնա արտահերտ ընտրության, մի հատ ուժերներս փորձենք։ Մի հատ այսպես ասած տեսնենք ով է։ Պարոն Թևանյան, երկու կարծիք կա, մի մասը ասում է պիտի այսպես ասած